Բարդես, այսօր մեր հյուրն է պարուհի, դերասանուհի, հաղորդավարուհի էլ, որն ասեմ, բլոգեր Մարիա Ենոքյանը, ով որոշել է բացել պարային ստուդիա։ Արդյոք նա պատրաստ է գնալ այդ քայլին, հիմա կպարսենք։ Մի քիչ վախենում եմ ձեր հարցերից, ինչ խիստ լրագրող եք։ Ինչու որոշեցիք բացել պարային ստուդիա։ Որովհետև ուզում եմ իմ փորձը փոխանցել երեխաներին և ստեղծել միջավայր, որտեղ էլ ավելի կսիրեն արվեստը, հատկապես պարը։ Շատ լավ, իսկ ձեր ստուդիան ինչով է տարբերվում մյուսներից։ Երեխան պարզապես փորձի չի գալու։ Նա իր ունեցած արդյունքով ներգրաված է լինելու տարբեր նախագծերում և բեմադրություններում, իսկ արդյունքը մեզ համար կարևոր է։ Իսկ եթե երեխան ամաչկոտ է, կկարողանա մասնակցել այդ նախագծերին։ Հենց այդ պրոցեսն է օգնելու նրան բացվել։ Նախագծերը երեխային տալիս են վստահություն։ Իսկ ինչու պետք է ծնողները վստահեն հենց ձեզ։ Ես արդեն 25 տարի է ինչ բեմում եմ։ Այո, մի զարմացեք, 3 տարեկանից, ու արդեն հասցրել եմ զգալ բեմի շունչն ու ոգին, ուզում եմ այդ փորձառությունը նաև փոխանցել իմ ապագա սաներին։ Իսկ ինչ պարեր եք դասավանդում դուք և քանի տարեկանից կարող են ընդունվել ձեզ մոտ։ 6 տարեկանից ունենք ընդունելություն, իսկ պարերը բազմազան են լինելու՝ լատինոամերիկյան, հայկական, դասական պար։ Ու ի դեպ չմոռանամ իմ հարսիկներին, դուք նույնպես կարող եք գրանցվել ու ունենալ ձեր հիշարժան պարը։ Այսօր այսքան կհանդիպենք։ Վայ դուք Ազիաների մեջ Եվան եք։ Ես եմ։ Արի գրկեմ քեզ։